ստեղծվում է մի վիճակ, երբ ընտանիքը ամուսնալուծվում է եւ կարիք է առաջանում այդ երեխաների հետ տեսակցելու, որովհետեւ միջին վիճակագրական վիճակները այս օրենքը չի կարգավորում, նախագիծը չի կարգավորում, իսկ եթե մենք ամուսնալուծությունների ընդհանուր իրավական պատկերը Հայաստանում դիտարկենք, հենց տատիկները, պապիկները, մորքուրները, հորեղբայրները այն խողովակն են մնում ամուսնալուծությունից հետո, որ երեխայի հետ կապը պահում են։ Եվ շատ հաճախ դատարաններն էլ սրա նկատմամբ ցուցաբերում են անհավասար մոտեցում, օրինակ եթե ծնողի տեսակցության հարցն է որոշում, դատարանը կբավարարի ամսվա մեջ մի քանի օրը, բայց տատիկի, պապիկի, հորեղբոր, մորաքրոջ համար դա շաբաթական մեկ անգամ լավագույն դեպքում 1-ից 2 ժամ է, եւ այստեղ բնականաբար այդ ցանկը պետք է ընդլայնվի եւ նաեւ քրեաիրավական պաշտպանության վերցվեն բոլոր այն դեպքերը, երբ ծնողներից մեկը խոչընդոտում է մերձավոր ազգականների, այսպես լայն ձևակերպենք, մերձավոր ազգականների հետ շփումը եւ սա բնականաբար ողջունելի կարգավորում է, բայց նաեւ կան որոշ դետալներ, որոնք այնուամենայնիվ ես կուզենայի նախագծում հստակություն մտցվեր, որովհետև շատ ակնառու չէ, թե սա որ դեպքերին է վերաբերում, առհասարակ այս օրենքը ինչպես պետք է աշխատի, բայց շատ լավ է, որ արդեն իսկ պետությունը քայլ է կատարում մերձավոր ազգական երեխա այսպես կապը ապահովելու ուղղությամբ, որովհետև մենք որպես փաստաբանական ընկերություն, երբ որ սպասարկում ենք ամուսնալուծություններ, իսկ դա երևի թե տասնյակներն են, տարվա մեջ դժբախտաբար չափազանց շատ են լինում, եւ մենք տեսնում ենք, որ երեխայի հետ կապը ապահովող խողովակը հենց մերձավոր ազգականն է, եւ այստեղ ցանկացած տեսակի խոչընդոտ պետք է վերացվի, եւ հետո մենք պետք է հաշվի առնենք անչափահասների նկատմամբ արդարադատության կամ անչափահասներին վերաբերող օրենսդրության առանձնահատկությունները, որովհետև միջազգային իրավական փաստաթղթերը առաջ են քաշում երեխայի լավագույն շահի կոնցեպտը եւ անչափահասներին երեխային վերաբերող ցանկացած օրենսդրություն պետք է հաշվի առնի երեխայի լավագույն շահը, իսկ տվյալ պարագայում մերձավոր ազգականների հետ անխոչընդոտ շփումը բնականաբար բխում է երեխայի լավագույն շահից։ Արտի աշխարհում եւ երեխաների թրաֆիքինգը եւ ապօրինի որդեգրումները եւ օրգանների նպատակով որդեգրում քողարկված օրգանների օգտագործման նպատակով բնականաբար այստեղ ինչքան կոշտ լինեն ընթացակարգերը, իսկ Հայաստանում դրանք բավականին կոշտ են եւ սա այդ կոշտությունը կարծում եմ կհամալրի, որովհետև որդեգրման էությունը կանում է նրանում, որ ընտանիք ստանան բոլոր այն երեխաները, ովքեր դա չունեն, եւ այստեղ դա որպես ձեռնարկատիրական գործունեություն դիտարկելը բնականաբար հղի է անդառնալի վտանգներով, որովհետև ժամանակակից անդրազգային հանցավորության համատեքստում երեխաների օրգանների վաճառքը ծայրահեղ լուրջ մարտահրավեր է, առհասարակ հետագայում սեռական շահագործման նպատակով երեխաների կրկին որդեգրումը կրկին շատ լուրջ մարտահրավեր է եւ նախագծից ինձ մոտ այն տպավորությունն է, որ միջնորդություն ասելով նկատի է առնվում որդեգրման աջակցելը որպես ձեռնարկատիրական գործունեություն, ինչը բավականին վտանգավոր գործընթաց է, որովհետև կրկնում եմ, եթե անձը որպես ձեռնարկատիրություն նայի երեխայի որդեգրմանը, բնականաբար այդ երեխան գտնելու է ոչ թե ընտանիք, այլ մահ կամ լավագույն դեպքերում թրաֆիքինգի զոհի վերածվի եւ ես շատ կուզենայի, որ այս օրենսդրությունը նաեւ կրիմինոլոգիական փորձաքննության ենթարկվեր, նաեւ շատ ավելի ներառական լիներ, ոչ թե միջնորդական գործունեությունը միայն որդեգրման, այլ որդեգրման գործընթացում բավականին չարաշահումներ կան, որոնք եւս կարելի է ներառել քրեական օրենսգրքում, իսկ այն, որ դա լինի միջին ծանրության հանցանք, ես դրա հետ համաձայն չեմ, որովհետև եթե դու
դու երեխայի որդեգրումը իրականացնում ես որպես միջնորդական, հա, այստեղ կրկին բառ է ձևափոխված, սա փաստացի ձեռնարկատիրական գործունեություն է, սա պետք է առնվազն ծանր հանցանք լինի եւ նախատեսի բացառապես ազատազրկում պատժատեսակը, որովհետեւ գիտեք ինչպես է բավականին թանկ արժեն այդ որդեգրման ծառայությունները ինքնին եւ հասկանալի է չէ որ այս ծառայության մեջ մտնում են ապահովված մարդիկ եւ տուգանելով այդ հանցանքը կատարողին մենք լայն առումով ոչ նոր հանցանքները կանխարգելենք ոչ սոցիալական արդարությունը կվերականգնվի ոչ էլ հանցանք կատարած անձը կուղվի որովհետև փորձը ցույց է տալիս, որ տուգանքը հանրության մոտ ընկալվում է այսպես որպես վարչաիրավական երևույթ, այսինքն հանրային ընկալում չկա, որ տուգանքը դա նույն դատվածությունն է, ինչ քրեաիրավական մյուս հանցատեսակների, բայց կարծում եմ, ինչքան էլ որ նպատակը բարի է, բայց շատ ավելի ռադիկալ լուծում էր այստեղ անհրաժեշտ եւ ես կարծում եմ, որ նախագիծը վերջնական տեսքով ընդունվելուց հանցատեսակի առումով կունենանք փոփոխություն։ Բացառապես միայն ազատազրկում պատժի տեսակը, սանկցիաները ըստ երևույթին կարելի է քննարկել, ըստ էության կարելի է դրա շուրջ քննարկել, բայց կարելի է մոտարկել առհասարակ անչափահասների դեմ կատարվող մյուս հանցատեսակների սանկցիայի նվազագույն եւ առավելագույն շեմերին։ Նախ եւ առաջ նախագծով փորձ է կատարվել քրեականացնել ընդամենը արհեստական բանականությամբ կատարվող հանցատեսակներից ընդամենը մեկը անչափահասների նկատմամբ կատարվող հանցագործություններում ի թիվս այլնի նաև ներառվել է եթե ներկայումս օրինակ անչափահասին պոռնոգրական նյութ տրամադրել կամ ներգրավել այդպիսի գործընթացում քրեականացվել է նաև բերվել է արհեստական բանականության կտորը բայց սա ես կարծում եմ տեղային լուծում է, ոչ ամբողջական, որովհետև մենք օր-օրի տեսնում ենք, թե արհեստական բանականությունը ինչպես է ներթափանցել հասարակական կենսագործունեության բոլոր ոլորտները, այսինքն անգամ նեյրոցանցի կիրառմամբ կեղծվում են ձայնագրություններ, քրեական գործերում նույնիսկ մենք դեպքեր ունեցանք, որ արհեստական բանականության ռեսուրսն օգտագործվելով տվյալներ են կեղծվել եւ այստեղ առհասարակ նախ մենք պետք է ունենք կիբերանվտանգության ռազմավարություն եւ դրանից բխող արդեն օրենսդրական բազայի ընդունում, որովհետև արհեստական բանականությունը զարգանում է շատ ավելի արագ, քան մենք դրան պատրաստ ենք եւ այսօր տեխնոլոգիական առաջընթացը շատ ավելի արագ է, քան մարդիկ հասցնում են դրան ադապտացվել եւ բնականաբար ինքը որպես տեխնոլոգիական առաջընթաց նաև ստեղծում է համապատասխան նախադրյալներ, որպեսզի նաև դրա միջոցով հանցանքներ տեղի ունենան։ Բնականաբար ողջունելի է, որ անչափահասների կտորով այսպիսի լուծում է առաջարկվում, բայց նման տեղային փոփոխությունները չեն բերում ամբողջական իրավահարաբերությունների կարգավորման, որովհետև վաղը պարզվելու է, որ մեկ այլ ոլորտ բաց է մնացել, որ արհեստական բանականության միջոցով է իրականացվում եւ այստեղ անհրաժեշտ է ամենակարևորը ստրատեգիական քայլեր արհեստական բանականությունից բխած վտանգների չեզոքացման ուղղությամբ եւ հատկապես բոլոր այն արարքները, որոնք կհատվեն քրեաիրավական տիրույթի հետ կամ կմերձենան դրա հետ, պետք է տարարքները միանշանակ քրեականացնել եւ պայքարել դրա դեմ, իսկ այն, որ արհեստական բանականության վնասները արդեն իսկ նկատելի են, դա այդպես է, որովհետեւ տեսնում ենք տեսահոլովակներ, ֆիլմեր, ընդ որում նաև ցենզուրայի հետ խնդրահարույց եւ նաև սրանք դիտում են անչափահասները։ Այսինքն սկսած հեռուստատեսությունից, թե ինչ է ցուցադրվում, սկսած մեդիագրագիտությունից, թե ինչպես եւ ինչ ռեսուրսներից պետք է օգտվել, այստեղ պետք է ստրատեգիական քայլեր, որովհետեւ այն որ անչափահասը սկսել է որոնել կասկածելի կոնտենտ
եւ հանդիպել է արհեստական բանականության միջոցով գեներացված կոնտենտի, սրա հետ պետք է աշխատել, որովհետեւ այն որ երեխային արդեն ցուցադրում են, դա արդեն հետևանքն է, իսկ մենք պետք է գնանք ուսումնասիրենք ծնող պատճառները եւ նպաստող պայմանները, բոլոր դեպքերում քրեաբանական կանխարգելման այլ մեթոդ մարդկությունը առայժմ չի հնարել։ Սա ընդհանրապես բարի կամքի արտահայտություն է, որովհետեւ նախագիծ այդ խնդիրը չի կարողանալու լուծել։ Որովհետև սկսած ձևակերպումներից, երբ որ մենք ասում ենք առցանց, հեռահաղորդակցությունը ինքը նախ բազմաշերտ է եւ նաեւ քրեական օրենսգրքի հասկացությունների մեջ չի բացահայտվում առցանց ասելը ինչ է, այսինքն բոլոր այն խնդիրները, որոնք օրինակ կլինեն արտասահմանյան, թե այստեղ դրսի սերվեր, ներսի սերվեր, IP փոփոխություն, VPN-ի կիրառություն եւ գիտեք ինչպես է տեխնոլոգիական բնույթի նախագծերի վրա բացի իրավաբաններից պետք է աշխատեն նաեւ ՏՏ ոլորտի մասնագետները, որովհետեւ նայեք վաղ մյուս օր եղավ մեղադրանք, ես չեմ բացառում լինի մի տիրույթ, որը առցանց հասկացության մեջ չտեղավորվի, իսկ քրեական օրենսգիրքը ի տարբերություն նախորդի գնացել է այն ճանապարհով, որ այլևս իր կողմից օգտագործվող հասկացությունները բացահայտում է, թե քրեական օրենսգրքի իմաստով, որ հասկացությունը ինչ կոնտեքստով է օգտագործվում եւ այս առումով նախ սա էլ է տեղային լուծում, որովհետեւ մենք եթե բացառապես անչափահասին սեռական էքսպլուատացիայի շատ լայն առումով դեմ ենք ուզում պայքարենք, այստեղ միայն առցանց բառը ավելացնելով մենք այդ խնդիրը չենք լուծելու։ Այստեղ կրկին մենք պետք է ուսումնասիրենք, թե ինչն է բերում այս հանգամանքներին եւ Հայաստանի Հանրապետությունում ես վստահ եմ ոչ քրեաբանական կանխարգելման աշխատանքներ են տարվում, ոչ էլ վիկտիմոլոգիական, իսկ աշխարհը վաղուց է գնացել այդ ուղղությամբ, որ բացի հանցատեսակները կանխարգելելը, նաեւ պետք է իրականացվի վիկտիմոլոգիական կանխարգելում, որի էությունը կանում է նրանում, որ հանրային իրազեկման խողովակների միջոցով հասարակության հետ աշխատել, թե ինչպես չվերածվել տուժողի, եւ այստեղ այն որ անչափահաս վերածվում է սեռական էքսպլուատացիայի զո, ես վստահ եմ դեպքերի մեծամասնությունում ինքը անգիտակցաբար է հայտնվում այդ թիրախում, եւ այստեղ անհրաժեշտ է նաեւ շատ հզոր վիկտիմոլոգիական աշխատանք, բայց մենք նվազագույնը մեր հանրապետությունում չունենք կրիմինոլոգիական հետազոտություններով զբաղվող մասնագիտացված կառույց, իսկ հանցագործությունների դեմ պայքարում, ինչպես բժշկությունում է, ավելի լավ է աշխատել բուն հիվանդության ծնող պատճառների հետ, քան արդեն բուժել այդ հիվանդությունը, որովհետև եթե չկա կրիմինոլոգիական կանխարգելիչ աշխատանքներ, եթե չկա վիկտիմոլոգիական աշխատանքներ, մենք ընդհանրապես աշխատում ենք հետևանքի ցուցանիշների հետ։ Այս տարի բարձր եղավ հանցանքների քանակը, թե այս տարի եղավ ցածր հանցանքի քանակը, բայց այդ կրիմինոլոգիական կանխարգելումը նվազագույն է ցանկացած այսպես առաջատար պետության լավագույն փորձը, երբ որ մենք ուսումնասիրենք, տեսնենք, որ իրենք ունեն շատ լուրջ գիտահետազոտական ուղեղային կենտրոններ, որոնք զբաղվում են քրեաբանական կանխարգելման աշխատանքներով եւ վիկտիմոլոգիական կանխարգելման աշխատանքներով, իսկ ոստիկանությունը լավագույն դեպքում միայն հաշվառումը վարողն է, որ տեղի ունեցավ այսքան հանցատեսակ, որից այսքանը այս ինչ տեսակի է, եւ դրանից անհրաժեշտ հետեւություններ չի արվում, որ եթե անչափահասների նկատմամբ տեղի ունեցող հանցատեսակները բարձրացել են, ինչ է տեղի ունեցել հասարակության մեջ, գուցե տեխնոլոգիաների, տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումը բերեց սրան, գուցե այլ իրավիճակ գունե, գուցե հասարակական կրթական ցենզի փոփոխություն ունենք եւ մենք հիմա ինչքան էլ քրեական օրենսգրքում ավելացնենք առցանց բառը, նեյրոցանցեր բառ, IP, VPN կամ բոլոր այդ բառերը, միևնույնն է այդ օրենսգիրքը չի աշխատելու, որովհետեւ քրեական օրենքը ցույց է տալիս արդեն մեղավորությունը,
այսինքն այն անձանց, ովքեր հայտնվել են քրեական հետապնդման թիրախում, մինչդեռ պետք է ոչ թե բացահայտել հանցագործությունները, այլ կանխարգելել դրանք, որպեսզի դրանք տեղի չունենան։